Ամերիկացի զինծառայողները Արևմտյան Ասիայում կկորցնեն անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նման սպառնալիք է հնչեցրել այդ կառույցի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Այդ հիմարության պատճառով ամերիկյան բանակն ու անվտանգության ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այլևս չեն ունենա այսօրվա հանգստությունը։ Նրա խոսքերը փոխանցում է իրանական ֆարս գործակալությունը։ Իրանի խորհրդարանի падգամավորները հայտարարել են, թե ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողություններ կձեռնարկվեն, եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համարվի ահաբեկչական կառույց։ Այս մասին նշված է Իրանի 290 տեղանոց խորհրդարանի 255 падգամավորների կողմից ստորագրած հայտարարությունում։ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Զարիֆը համարում է, որ նման մտադրության հետևում կանգնած է Իսրայելը։ Թվիթերում նա գրել է, թե այդ քարոզչությունը վաղուց էր տարվում, Նեթանյահուն ձգտում է ԱՄՆ-ին քաշել ճահճի մեջ։ Հիշեցնեմ ավելի վաղ ամերիկյան մամուլը վկայակոչելով Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին, ասել էր, թե մոտ օրերս Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկին։ Վաշինգտոնը արդեն այդ կառույցին առնչություն ունեցող տասնյակ ձեռնարկությունների և անհատների դասել է սև ցուցակում, բայց ոչ ամբողջ կառույցը։ Իսկ դեռ 2007 թվականին այդ կառույցի ստորաբաժանումներից մեկը, որը պատասխանատու է Իրանի սահմաններից դուրս գործողությունների համար, դասվել էր ահաբեկչական կազմակերպությունների թվին։ Մամուլը նշում է, որ եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական համարի, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ օտարերկրյա պետության ռազմական կառույցը նման որակում կստանա։ Հարցը նոր չի առաջացել։ Վերջին տարիներին նման բան քննարկվել է։ 2017-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը ասել էր, թե այդ դեպքում իրենք էլ կքննարկեն ամերիկյան բանակը ահաբեկչական կառույց ճանաչելու հարցը։ Անցած շաբաթ օրը նույնը կրկնել են Իրանի խորհրդարանի падգամավորները։ Մոտավորապես 100,000 մարտիկ ունեցող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորվել է 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո պաշտպանելու կրոնական կառավարման համակարգը և ուղղակիորեն գտնվում է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության տակ։ Իրանի անվտանգության համակարգի ամենահզոր կառույցներից մեկը նաև քաղաքական ուժեղ ազդեցություն ունի և նաև վերահսկում է երկրի տնտեսության մեծ մասը։ ԱՄՆ-ի կոնգրեսի հետազոտությունների համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև ղեկավարում է Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրերը։